Պարոն Հովհաննիսյան, այսինքն մենք գնում ենք հստակ ոչ թե խաղաղության, այլ գնում ենք նոր կապիտուլյացիա, պատերազմի։ մենք արդեն կապիտուլացված Փալասի նման Թուրքի ոտքերի տակ ընկած ազգ ենք, ժողովուրդ ենք, պետություն ենք, եւ Թուրքը ցանկացած պայն ինչպես ուզի մեզ են տվար։ Պատերազմ էլ այսինքն չի լինելու, սուսուխուս հանգիստ։ Լսեք, եթե Ադրբեջանը 125,000-ից բանակ, եթե Ադրբեջանը ունի 560 տանկ, դու 100 տանկ, եթե Ադրբեջանը ունի 2000 հրետանի, դու ունես ընդամենը 500 հրետանի, եւ այսպես շարունակ։ Եթե Ադրբեջանը գեր ժամանակակից զինված հոբ համակարգ ունի, իսկ քո երկիրը 8 տարի ոչ մի զենք չի գնել։ Ոչ մի զենք։ Այդ հնդկական զենքը դա փուչ էր, սուտ էր, ոչինչ չի գնել։ Դու 8 տարի ամեն տարի 13 զորավարություն է անցկացնում Ադրբեջանը։ Քո բանակը ոչ մի զորավարություն չի անցկացրել։ Ոչ մարտավարական, ոչ մարտական պատրաստություն բարձրացնել, ոչ մարտական պատրաստականությունը բարձրացնել։ Հասկանում եք։ Մեր բանակը մենք ունեցել 85,000 բանով, Ադրբեջանը ունեցել է զինված ուժեր 85 եղել, Ադրբեջանը 95,000 եղել։ Զենքի զինամթերքի առումով, որակական առումով մենք ավելի բարձր ենք եղել։ Մեր մարտունակությունը ավելի բարձր էր։ Սակայն Ադրբեջանը այսօր շատ ավելի բարձր։ Դու ունես ընդհանրապես 40,000, որը շուտով դառնալու է 30,000։ Հիշում եք Ալիևը 10 տարի առաջ հայտարարում էր, որ Հայաստանը պետք է ունենա 20-30,000-ից ոչ ավել բանակ։ Մենք կապահովենք Հայաստանի անվտանգությունը։ Պարոն Հովհաննիսյան։ Եվ հասան դրան։ Արցախ, ես նորից եմ ասում։ Ադրբեջանը, Թուրքիան վերցրեցին այն, ինչ երբեք ոչ մի իշխանություն, եթե այս դավաճանական կլանը չլինի։ Օրինակի համար, դուք գիտեք ԿՊԻ այդ ձերսեղմը լոգոն, որտեղ է լոգոն է։ Գիտեք։ Թուրքական ապրանքի լոգոն։ 1973 թվականին Միլի Մեջլիսը Թուրքիայի հաստատել է տեղական արտադրության լոգո։ Այդ լոգոն ԿՊԻ լոգոն։ Ապագան դա Դավութ Օղլու Վաթան կուսակցության քելեչեք ապագա։ Սրտիկը որ Նիկոլ Դուիա ադրբեջանական կուսակցություններից մեկի առաջադիմություն եւ հպարտություն կուսակցության սիմվոլն է եղել եւ իրենք են դա էլ է Թուրքիայից վերցրել։ Այսինքն հայ հասարակությանը սովորեցնում են։ Հայ հասարակությանը չեն սովորեցնում։ Հայ հասարակությանը ամեն օր ստորացնում են։ Տեսեք, երեք մեր տան եղել է մի հյուր, ասում մանկապարտեզ են սարքում, դպրոց են սարքում։ 261 դպրոց, 300 մանկապարտեզ է տվել այդտեղ, չէ՞։ 132 դպրոց է փակել։ Ընդհանրապես կառուցել է 5 դպրոց։ Արա Նիկոլը դպրոց է կառուցել, պալատ չի կառուցել։ Հասկանում եք։ Եվ հետո հիմա շատ են ակտիվացել, նոր կայքեր են իրենք բացել, եւ տեղեկատվական դաշտում անդադ ցույց են տալիս, որ իրենք կան։ Ճիշտ է, այն անեծքները եւ այն հայհոյանքները, որ հնչում են դրանց տակ, դա մի սարսափելի թեմա է։ Մեր հասարակությանը իջեցրել են խելագարության աստիճանին։ Եվ ասեմ ձեզ, գալիք ընտրություններում Նիկոլը ընտրվել է թուրքական սավինների վրա։